Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց և կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար»։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Ահա մարդու շուրթերից դեռ չլսված ամենասրբազան խոսքերը։ Աստվածային զոհը բաժակով մատուցում է փրկարար ըմպելիքը։ Այն մեղավորներիս համար պատրաստված է Փրկչի անձնվեր սիրուց, որով մինչև մահ նա մեզ հավատարիմ մնաց։ Այս խոսքերն ասվեցին այն ժամանակ, երբ երկիրը գիշերային խավարով էր ծածկվում։ Դա այն գիշերն էր, երբ մահը պատրաստվում էր կլանել կյանքի իշխանին և երբ սատանան մտնում էր մատնիչի սիրտը։ Բայց մեր Տիրոջ փրկարար խոսքը պայծառ արևի պես ցրում է այդ խավարը։ Երբ զղջացողն Աստծուց խնդրում է իր մեղքերի թողություն, այս խոսքերը մեղավորի ծանրացած սրտին թեթևություն են տալիս։ Նրա հոգու վերքերը բուժում և Քրիստոսի քավչարար արյամբ հաշտեցնում ողորմած Աստծո հետ։ Դա մահվան շեմին կանգնած մարդու համար այն միակ մխիթարիչ հույսն է, որով նա պետք է կանգնի երկնային դատավորի ատյանի առջև։ Եթե նայենք խորհրդավոր ընթրիքի մասնակիցներին, ապա կնկատենք, որ նրանք բոլորն էլ վշտացած հոգով մխիթարության կարոտ աղքատ մարդիկ են, որոնք ամեն բան թողնելով Աստվածային ուսուցչին հետևեցին, որի խոսքերն իրենց համար ամենօրյա հացից ավելի կարևոր էին։ Մինչ օրս էլ Տերը իր հետևորդների մեջ է, նախկինի պես օրհնում և սրբագործում է բաղարջն ու գինին, ասելով. «Այս է իմ մարմինը, այս է իմ արյունը»։ Հիսուսին հավատացող սիրտը զգում է նրա փրկարար ներկայությունը։ Նա ճաշակում և ընդունում է Քրիստոսի մարմինն ու արյունը հավիտենական կյանք ստանալու համար։ Նա աներևույթ կերպով ամուր փարվում է Փրկչին, ինչպես որ Սիմեոն ծերունին գրկեց մանուկ Հիսուսին, կամ ինչպես մեղավոր կինը, որ նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։ Փրկչի արյամբ մեղքերի թողություն ստացողը հենց այստեղ երկրի վրա ունենում է երկնային ուրախություն, որովհետև նա հավատում է Տիրոջ այն խոստմանը, թե աղքատները կարժանանան հավիտենական ողորմածության, քաղցածները կստանան երկնային հացը, ծարավածները հավիտենական կյանքի ջուրը, հիվանդները բժշկություն։ Տիրոջ զինվորը, որ իր մղած հոգևոր պատերազմում թուլացել է, իրեն սպասող երկնային պսակը տեսնելով քաջալերվում և նոր ուժ ու եռանդով է իր պայքարը շարունակում։ Նրա համար երկրային ամեն հոգս չնչին բան է թվում, քանզի մարդը հասկանում է, որ Աստված իրեն ամենաթանկ գանձն է պարգևելու հավիտենական կյանք իր անանց թագավորությունում։ Տեր Հիսուս, մեղավորիս համար դու քո խաչելությամբ սուրբ արյանդ հեղմամբ ես խորհրդավոր ընթրիքը պատրաստել ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը»։ Այո Տեր, քո մահով հավերժ ապրելու հույս մեզ շնորհեցիր։ Քո անչափ բարության և ողորմության համար ես ինչով փոխհատուցեմ։ Տեր, դու տեսնում ես, որ հոգիս իր մեջ կրում է բոլոր մեղքերն ու արատները։ Ես խաբված ու հափշտակված եմ աշխարհիկ ցանկություններով, որոնց պատճառով կորցրել եմ հոգուս խաղաղությունը։ Ես այն մոլորյալ անտունն եմ, որ ամենուր զուր որոնում է երջանկություն և մխիթարություն։ Ես այն անառակն եմ, որ դաշտում կերակրվում էր խոզերի կերած եղջերենու պտղով։
Ես գալիս եմ քեզ մոտ բոլորից լքված ու թողնված, և գիտեմ, որ դու փրկիչ ես, կարող ես մեղավորիս օգնել։ Իմ հույսը քո անչափ մեծ ողորմությունդ է, Տեր։ Դու ինքդ ասացիր, որ ով դեպի ինձ գա, նրան դուրս չեմ հանի։ Արժանացրու ինձ առանց դատապարտության մոտենալ սուրբ սեղանիդ և ճաշակել քո սուրբ մարմինն ու արյունը, որով մեղքերի թողության և հավիտենական կյանքի ենք արժանանում։ Ամեն։